Բարի օր, սիրելի հետևորդներ։ Այսօր մենք կանդրադառնանք հողի կառուցվածքին եւ ընդհանրապես հողի տիպերին, հիմնականում դրանք բազմազան են, բայց եկեք անդրադառնանք ավելի հանդիպող 3 հիմնական տեսակներին՝ ավազային հողեր, կավային հողեր եւ ավազային կամ ավազակավային հողեր։ Առաջին դեպքում ամբողջությամբ ավազային հողեր են եւ ինչով են նրանք վտանգավոր։ Ավազային հողերի դեպքում, երբ որ մենք փորձում ենք ջրել տվյալ բույսը, ապա ամբողջությամբ ջուրը սննդատարերի հետ միասին գնում են հողի խոր շերտեր եւ բույսերի արմատների շուրջը սննդատարերը չեն հավաքվում եւ խոնավությունն էլ գիտեք երկար ժամանակ այսինքն չի մնում այդ խոնավության մեջ սննդատարերը։ Երկրորդը դրանք կավային հողերն են, երբ որ կավային հողերի դեպքում ջուրը նույնիսկ ջրումներից հետո, անձրևից հետո բավականին երկար ժամանակ մնում է հողի երեսին եւ նրանք չեն թափանցում հողի շերտերը հատկապես արմատների շուրջը եւ անմիջապես արևը դուրս գալուց հետո ջուրը գոլորշիանում է։ Երրորդ տիպերը ավազային կամ ավազակավային հողերն են, որոնց դեպքում կավի եւ ավազի հարաբերակցությունը գրեթե 50-50% է։ Ինչպես կարող եք տնային պայմաններում որոշել ձեր հողի կառուցվածքը։ Օրինակ այստեղ մենք քանի որ հիմնականում բույսերի շրջակայքն ենք պարարտացնում, տեսեք կեսահումուս եւ այլ, հետեւաբար այստեղ մի քանի տիպի հողեր կան։ Իրականում այստեղ հողերը շատ վատն են այս մեր տարածքում, պատկերացրեք ամբողջությամբ կավային են եւ այս կավային հողերում նույնիսկ pH-ը դուք գիտեք ինչ է, հողի թթվությունը մինչեւ 9-ն է հասնում, այսինքն իրենք ամբողջությամբ պիտանի չեն բույսերի աճի եւ զարգացման համար։ Մինչդեռ քանի որ մենք բույսերի շուրջը արդեն պարարտացրել ենք, մենք ունենք որակյալ հողեր կոնկրետ բույսի շրջակայքում։ Եթե ասենք այս կավային մասից ես հանեմ մի փոքր եւ ցույց տամ թե ինչպես է դա որոշում։ Փորձում ենք գունդ պատրաստել եւ սեղմել։ Տեսեք, պլաստիլինի նման ամբողջ կողքերը շատ հարթ են։ Հետևաբար մասնիկները շատ ամուր կպչում են իրար եւ իրենք խոչընդոտում են ջրի մուտքը արմատային համակարգ։ Երկրորդ դեպքը, քանի որ մենք արդեն որոշակի բարելավել ենք այս բույսերի շուրջը, կոնկրետ այստեղ ծնեբեկներն են իրենց շուրջը, ապա այստեղի հողերը նորմալ հողեր են եւ երբ որ պատրաստում ենք գունդ, տեսեք, պատրաստում ենք գունդ, այս գունդը եւ փորձում ենք սեղմել, խորիզի նման կողքերը բացվում են, տեսեք, ճակճկվում են։ Այս հողերը իդեալական հողերն են։ Երրորդ դեպքում դրանք ավազային հողերն են, որոնք ինչքան էլ փորձեն գունդ պատրաստել, չի ստացվում կամ շատ դժվարությամբ։ Եվ եթե նույնիսկ փորձում են գունդ սարքել, մի փոքր սեղմելուց հետո անմիջապես իրենք փշրվում են։ Այս հողի տիպերը, սակայն եկեք խոսենք նաև հողի սննդարար հատկությունների մասին։ Ֆիզիկական լավ կառուցվածք հողեր դեռևս չի նշանակում, որ այնտեղ սննդատարերը ամեն ինչ նորմալ են։ Դուք սովորաբար, եթե փոքր են տարածքները, ապա գիտեմ, որ այդ 500 կամ 1000 մետրի համար միգուցե չտակ հող ամբողջությամբ անալիզ, հաշվի առնելով ֆինանսները, բայց ամեն դեպքում եթե ունեք մեծ տարածքներ, շատ կարևոր է հողի անալիզը։ Սակայն եթե չունեք եւ ընդամենը փոքրիկ մի սիրողական այգի ունեք, ապա ձեր պտուղները ինքը հուշում են, թե ինչպիսին է ձեր հողում սննդատարերի քանակը։ Օրինակ, երբ որ դուք տնկում եք վարունգի սածիլները եւ սկսում է առաջին բերքը, գիտեք ինքը շատ ուղիղ եւ հարթ է, որակյալ է առաջին բերքը, որից հետո սկսում են ծռմռվել պտուղները, մեջտեղից սեղմվել, մի կողմը դեղնել։ Դա նշանակում է, որ արդեն հողում սննդատարերը այնքան էլ բավարար չեն։ Հետևաբար, մենք բացի հիմնական պարարտացումը պետք է նաև յուրաքանչյուր բերքահավաքից հետո, գոնե կամ 1-2 բերքահավաքից հետո տանք սնուցումներ եւ ընդամենը օգոստոսին հատկապես պտղատու ծառերի սնուցումները կարող եք դադարեցնել, որպեսզի հասցնեն բույսերը փայտանալ։ Սա էլ մեր հողի ֆիզիկական կառուցվածքի եւ քիմիական հատկությունների մասին։ Շնորհակալ եմ